մի հատ հարց տամ ձեզ, Աստված սեր է, դու որ սիրում չես սիրում, ումն ես սիրում, նա սեր է, իրան չես սիրում, ում ես սիրում, դժբախտ մարդ, ում ես սիրում, հələ մի հատ հարց ու քեզ, Աստված սեր է, դու իրան չես սիրում, ում ես սիրում, ինչ մարդ ես դու, որ սեր Աստծուն չես սիրում, ու իրան չես հավատում, իրան չես հանձնվում, իրան չես վստահում, դու ինչ մարդ ես։ Լսեք, ով է նրա սերը ինչպիսին է, որ մեզ փրկեց, սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի նայելով, ապա նախասան շնորհքի նայելով, որ Քրիստոսով մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ։ Հավիտենական դարերից առաջ մտածել ա քո մասին։ Այս խոսքը, որ մտավ իմ հոգու մեջ, մեծ հեղաշրջում արեց։ Այ մարդ, ես ու ոչինչ ես, հավիտենական դարերից առաջ մտածել ա իմ մասին։ Դա նրան չհանձնվել, ուր հանձնվել, նրա վրա չվստահվել, հաստատվել, ում վրա վստահ հաստատվել։ Սա կարևոր հարց է, ժողովուրդ ջան։ Մենք մատերիալանքով ենք նայում հավատքը։ Դրա համար մեր կյանքը չի փոխվում։ Երիտասարդները զբաղվում են իրենց երիտասարդական ցանկություններով, ծերերը իրենց ծերական ցանկություններով։ Մոռանում են, որ մեկը կա հավիտենական սիրով սիրում է քեզ։ Եվ հավիտենական դարերից առաջ մտածել է քեզ փրկելու մասին։ Այսպիսի սեր Աստծուն, որ չես սիրում, նրան նկատմամբ հավատ չունես, նրան չես նվիրվում, դու ինչ մարդ ես, հարց եմ տալի քեզ։ Աստված իր հոգին դնում է քո մեջ։ Իր հոգին, իր սուրբ հոգին դնում է քո մեջ, որ դու այդ հոգու քաղցրություն ու կյանքը հասկանաս, բայց էլի չես հասկանում։ Եղբայրներ, քույրեր, հավատքը, առանց հավատքի մենք չենք կարող հաճելնել Աստծուն։ Առանց հավատքի ոչ մեկը չի կարող երկինք մտնի։ Եվ մեր հավատքը պետք է կառուցված լինի, տեսեք ինչի վրա։ Եթե մենք հավատում ենք Աստծուն, տեսեք ոնց պետք է հավատենք։ Էսի կարևոր հարց է։ Նայեք ինչ ա գրած գրքի մեջ։ Լեռները ծնանել են առաջ, երկիր աշխարհ ստեղծել են առաջ, հավիտյանս մինչև հավիտյանից դուն ես Աստված։ Երկիր չեղած, ռեշտակներ չեղած, տիեզերք չեղած, ոչինչ չեղած, հավիտյանս հավիտյանից դու ես Աստված։ Քո հավատքը այսպեսին է։ Քո հավատքը երկրագնդի հետ կապ չունենա։ Քո հավատքը կտրի երկրագնդից եւ գնա հավիտենական Աստծուն հավատա։ Սեր Աստծուն հավատա, վստահի նրան, հանձվի նրան եւ դու հասկանաս հավատն ինչ բան է։ Ովքեր որ սա չեն սովորում, նրանք հավատ չեն սովորում։ Հավատքը երկրագնդի հետ կապ չունի։ Ասում է հավիտյանս հավիտյանից ես եմ Աստվածը։ Եղբայրներ, քույրեր, եթե երբ որ այս խոսքը մտավ իմ սրտի մեջ, իմ հոգու մեջ, իմ հավատքը փոխվավ, երկրագնդի հետ կապ չունեմ ես։ Ինչ բան է երկրագունդ, մարդիկ ոչնչություն են, փոշի են մարդիկ ինչ է որ ես նեղանամ իրանից։ Մարդը չար խաբեբայա կա, մարդի լեզուն անիրավության տիեզեր կա, մարդը ոչինչ Աստծո առաջ, մարդը մեղքի ստրուկ հավիտյան։ Ինչ է մարդը, որ վստահում ես մարդին, ապա վինեի մեկին, որ հավիտյանս հավիտյանից անփոփոխ է եւ հավիտյան նույնն է, փառավորեք իրան, ասեք փառքես Տեր Աստված։ Այդ Աստծուն պետք է այդպես հավատալ, վստահել նրան, նրա խոսքին, ապավինել նրա խոսքին, վստահել նրան։ Ես խորը համոզված եմ, ովքեր որ Աստծուն ապավինում են
Ես տեղ երկու համար կա գրած Հովանեսում, ես ում այդ երկու համարի վրա կանգնեմ այդ գիր, որը որ խոսեցի 15-րդ գլուխ Ես որդն եմ դու ճյուղերն եք ան որից նրա վրաս հաստատված է ես նրա վրա կա մենք հաստատվենք եւ նա հաստատվի մեր վրա երկուսը դու հաստատվես Աստծո վրա եւ նա հաստատվի քո վրա երկուսից էլ կախված է քեզնից երբ որ դու հավատում ես իր խոսքին հանձում ես իր խոսքին իր խոսքը կարա քո մեջ կյանք կարտարի դու չես քեզ պահում քեզ պահող Աստծո խոսքն է ես իմ կյանքի մեջ տեսեք կենթանի օրինակ պատմեմ ցես որ ապրել եմ եւ այդ խոսքը ինձ զորություն ու կյանք ա տվել իմ նեղության ժամանակ իմ դժվարի ժամանակ ես հիշում եմ երբ որ հավատքի համար մի տարի բանտը նստել էի Շամյան ընդեղից բերեցին Երևանի բերդը նստած Ոչկաները շարքից ելեր էր շատ վատ վիճակի մեջ եմ հավատքս էլ ահագին տկարացել էր ամբողջ գիշեր լաց ելնում ցավերից ոռնում էի կարելի ասել ընդամեն 20 րոպեին արևի երես անում խոնավ բանտ եւ այլն Իմ ես որոշել եմ, որպեսզի իմ ծնողներս եկել են տեսակցության, ասեն Շուշայի հեռախոսով խոսում ենք, որոշել եմ իրանց խնդրեմ, որ փող տան ինձ ազատեն։ 87 թիվնա Ղարաբաղյան շարժումները նոր սկսվել է, պետք է Բաքու տանեն։ Ես էլ մտածում եմ շատ վատ պետք է լինի վիճակս եւ ես կարող եմ մեռնեմ։ Որոշեցի ծնողներից խնդրեմ, որ իրանք ինձ փող տան ազատեն։ Ամբողջությամբ 100%-ով, 1000%-ով համաձայնվել եմ, որ խնդրեմ։ Իմ եկա, որ խոսենք, ես պետք է աղաչեմ, հերս էլ խնդրում է, որ տղա ջան, հենց անենք, ազատենք քեզ տեղից։ Մեկ էլ այս ներսիցս մի կրակ վառավ։ Կրակ։ Ես զարմացա եւ ներսիցս Աստծո խոսքը խոսած այս խոսքը խոսած Տեր այսպես կսե անիցյալ այն մարդը որ մարդին կապավին է մարմինեն բազուկեն է եւ իր սիրտը տիրոշմից կխոտորի սա կրակի պես խոսած իմ սրտից եթե այս խոսքը ժամանակին գրված չներ իմ ներսը Այդ ահավոր վիճակի մեջ ինձ պահեց խոսքը, ես չպահեցի խոսքին։ Թող խոսքը մտնի քո սրտի մեջ, գրվի քո սրտի մեջ, հաստատվի քո սրտի մեջ, դու զորավոր մարդ կլնես։ Եվ այսպիսի բաներ առաջի անգամ չի շատ անգամներ եղել է, նեղության պահին, դժվարության պահին, խոսքը, որ գրված եղել իմ սրտի մեջ, նա կրակի պես վառվել է, խոսացել է ներսից Եվ փառավորվել է Հիսուսը, ալելույա նրան, փառք տվեք Տիրոջը, որ այսպեսի Աստված ունեք, այսպեսի Հեր ունեք, որ նա էսի գրված է Երեմիա 17:5, սիրելներ, սա ապրել եմ ես։ Մենք ստեղից ընդեղից չենք վերցնում քարոզները, ինչ որ ապրել ենք, նա ենք փոխանցում ձեզ։ Եվ նորություն չի, ինչ որ ես որ խոսում եմ, դու զգում եք որ այդ խոսքը իմ մեջ կա թե չկա։ Աստծո խոսքը պետք է քո մեջ ապրի։ Խոսքի մեջ ապրողը դառնում է Հիսուսի աշակերտը։ Աշխարհի ամենախելացի, ամենաիմաստուն, ամենազորավոր, ամեն տեսանկյունից փառավոր եղել են Հիսուսի աշակերտները երկրագնդի վրա, որոնք մորթվել են այս երկրի համար, որպեսզի երկիրը կյանք ստանա։ Հիսուսի զորությամբ, Հիսուսի օգնությամբ հաստատվիր Քրիստոսի վրա։ Եվ ինքը ոնց պիտի հաստատվի քո վրա, նայեք։ Եթե լուրջ բանա, Հիսուսի վրա հաստատվելը եւ նա քո վրա հաստատվելը։ Նայեք, ինչ պետք է անենք, որ հաստատվենք։ Նայեք ինչ ա գրած։
Բայց ինչ որ ինձի շահ է, զանիկա Քրիստոսի համար վնաս սեպեցի։ Եվ իրա բոլոր բաները վնաս սեպեցի, իմ Տիրոջ Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որու համար ամեն բան զրկվեցա, աղտեղություն կսեպեմ, որ Քրիստոս շահեմ, որ իր մեջ գտնվեմ, որ ինքը հաստատվի քո վրա։ Եթե դու փողի շահի հետևեցող ես, դու միլիոն կիլոմետր հեռու ես Քրիստոսից, դու ինչ քրիստոնյա ես։ Փողն է քո Աստված։ Շահը վնաս սեպեց, աղտեղություն սեպեց ամեն ինչ։ Եվ Քրիստոս շահիր։ Դու չես եկել Քրիստոսին լոկ հավատաս, եկել ես Քրիստոս շահես, որ նրա մեջ հաստատվես, որ դու պտուղ վերող լնես, թե չէ դու պտուղ չես բերում։ Մի հատ երկու բառ ասեն շարքից ելնում ես, եղբայրներ քուրեր, դրա համար Պողոս Սարաքյալը Փիլիպեցիս թղթի մեջ 3-րդ գլխում այս զորավոր խոսքերը գրել է, որպեսզի ես դու Քրիստոս շահենք, որ գիտության գերազանցն է, Քրիստոս շահենք, որ իր մեջ հաստատվենք, մենք հաստատվանք իրան, հիմա ինքը, եթե Քրիստոս շահեցիր, նրա մեջ չես հաստատվի։ Այս ճանապարհը պետք է գնանք։ Մենք սկսում ենք հավատքը հաստատվելուց իր վրա եւ շահենք իրան, որ Քրիստոսի մեջ Քրիստոս հաստատվի մեր վրա, որովհետև առանց իրա ոչ մի պտուղ չեն կարա բերի նաև։ Առանց Հիսուսի ոչինչ չեն կարող անել։